Ես ողջունում եմ ֆորումի մասնակիցներին, հարգարժան հյուրերին։ Պարոն Գալչյանը շեշտեց, որ Ալմաթայի հռչակագրի համատեքստում կան հստակ քարտեզներ տարբեր թվականների, որոնք նույնականացված են մի տրամաբանության մեջ, որ հիմք են վերցնելու այդ քարտեզները եւ իր խոսքերի մեջ բերեմ չնչին տարբերություններով։ Ուղղակի մի հատ իմ դիտարկմամբ, իմ սուբյեկտիվ կարծիքով այդ չնչին տարբերությունները, որտեղ որ նրանք նշվում են քարտեզների մեջ եւ միգուցե քարտեզների մեջ չնչին տարբերությունները մեծ էական նշանակություն չունեն, բայց առանցնել մեր բզկտված տարածքների համար չնչին տարբերությունները մարտավարական, ռազմավարական բարձունքներ են, լոգիստիկ հանգույցներ են, բնակավայրեր են, բնակավայրերին հարակից գյուղատնտեսական դաշտեր են, տարածքներ են։ Ու այս թեմայի շուրջ եթե զարգացնեմ իմ միտքը առ այն, որ Ալմաթայի հռչակագիրը հիմք ընդունելով, դրան նախորդած Բելովեժյան պակտը, որին որ նոր անկախ Հայաստանի Հանրապետությունը առհասարակ ոչ մի ձևաչափով մասնակցություն չունեցել, վիճարկելի է դարձնում թե Ալմաթայի հռչակագիրը, թե Բելովեժյան պակտի դրույթները։ Իսկ եթե վերցնենք արդեն մեր իրողության մեջ, որ որպես անկախ երկու սուբյեկտ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը որոշել են անցկացնել սահմանազատման, սահմանագծման գործընթացներ, հիմք ընդունելով Ալմաթայի հռչակագիրը, միանգամից հարց է առաջանում. Ալմաթայի հռչակագիրը, եթե տենց պողպատե ուժ ունի, անվիճարկելի է, այդ սահմանազատումը փաստացի վերաբերվեց մենակ մեզ, այն էլ Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված պահանջներով, տվեցինք այն ինչ որ պահանջում էին, առանց վիճարկելու, քննարկելու, դիմացը չստանալով ոչինչ։ Նույն բերքաբեր բնակավայրի 800 հեկտարի մասին է խոսքը, որպես օրինակ 8 սանտիմետր քառակուսի տվել են, չեն տվել։ Այսինքն առ այսօր մենք իբր թե քննարկում ենք, չենք վիճարկում ոնց որ ես տեսնում եմ, չենք բողոքում, չենք դիմադրում, ընդհանրապես քննարկում ենք նրանց պահանջները, տալիս ենք այն ինչ որ իրանք ուզում են, դիմացը չստանալով ոչինչ։ Անդրադառնալով մեր ֆորումի բուն թեմային, որը որ վերաբերվում է Հայաստանի անվտանգության պաշտպանողականության բարձրացմանը, սահմանադրությունը որպես շատ երևի թե ամենից շատ կշռ ունեցող իրավական փաստաթուղթ, որի հիմքում ընկած է մեր հռչակագիր անկախության վերաբերյալ եւ սահմանադրությունից բխող բոլոր գործառույթները պետք է բերեին մեր երկրի այն վիճակին, որը որ մեզ համար երազելի էր, բայց իրականում դա չկար։ Բերեք քննարկենք սահմանադրության ոչ թե փոփոխման, այլ ավելի շուտ ինչ որ դրույթների փոխման ձևերը, որպեսզի չստացվի թե մենք սահմանադրությունը փորձում ենք փոխել, ինչա թե փոխելու համար, ինչա որ չփոխի ներկայիս իշխանությունը, մենք ներկայացնենք մեր սահմանադրությունը, որպես սահմանադրության փոփոխության, ասենք, որոշակի դրույթների կամ կարևոր դրույթների հիմք կարող ենք վերցնել պարոն Պարուր Հայրիկյանի կողմից մշակված սահմանադրության իր ձևաչափը։ Իսկ բուն գործառույթը, որը որ կարա իրականացնի Հայաստանի Հանրապետության պաշտպանողականությունը բարձրացնող մեխանիզմների մշակումը, կարանք վերցնենք որպես հիմք պարոն Հրաչ Հարզումանյանի կողմից համապարփակ անվտանգության այդ մշակումը ահռելի ծավալի աշխատանք է, ռազմավարությունը, որը որ կետ առ կետ բացում է խնդիրները առկա մեր իրականության հետ առնչվող եւ նշում է նաեւ ճանապարհային քարտեզը։ Էլի վերադառնալով այս տխրահարճակ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, քանի որ մեր հասարակության մեջ Հայաստանի Հանրապետության պաշտպանողականության վերաբերյալ պատկերացումները սահմանափակվում են միայն պատերազմական իրավիճակով, բաց թողելով նախապատերազմյան եւ հետպատերազմյան զարգացումները։ Հասարակության մի զգալի հատված ֆիքսվում է միայն, ասենք, post factum իրողությունների վրա։ Այն ինչ որ մենք փորձում ենք առաջարկենք, կամ մեզնից առաջ փորձել են առաջարկեն, կամ մեզնից հետո սկսեն առաջարկել, այդ առաջարկները ավելի շատ վերաբերվում է տվյալ իրողություններին։ Ես հասկանում եմ, որ աշխարհում իրավիճակը ավելի արագ է փոփոխվում, քան թե մշակում են պլանները, բայց կանխատեսել ինչ որ բան հնարավոր է։ Կարող են կանխատեսել իրավիճակներ, ըստ այդ իրավիճակներից երկել փնտրել, մշակել մի քանի տարբերակներ, որոնք որ կիրառելի կեղնեն այս կամ այն իրավիճակում, այսինքն
մենք ցավոք սրտի մենակ մեզնից չի կախված, թե մենք ինչ որոշում կընդունենք եւ ինչ կուզենք անել։ Մեր հարևանների հետ կախված աշխարհակաղակական զարգացումները իրենք էլ թելադրող պահանջներ ունեն։ Մենք ստիպված ենք հարմարվել կամ ստիպված ենք ընդունել այն իրողությունները, ինչ որ մեզնից արկա չի, բայց մեր վրա ուղղակի ազդեցություն ունի։ Ես կառաջարկեմ, որպեսզի մասնակիցները, ովքեր որ հետաքրքրված են այս թեմայի զարգացման կամ հետագա աշխատանքների հետ, որպես տարբերակ, չեմ ասում հիմք ընդունեն, բայց որպես տարբերակ նեղ քննարկումների ժամանակ ծանոթանան պարոն հարգարժան պարոն Հայրիկյանի սահմանադրական փոփոխությունների հետ մշակված այդ աշխատությանը եւ պարոն Հրաչյա Արզումանյանի համապարփակ անվտանգության նվիրված աշխատություններին։ Ինքս կարդացել եմ եւ մտածում եմ, որ դա այն աշխատություններն են, որ երևի թե մենք բոլորս պետք է ծանոթանանք ու մեր կարծիքը հայտնենք։ Շնորհակալություն։